Այսօր հայազգը տոնում է Սուրբ Ծնունդը, եւ այս վեհագույն տոներից մեկը մեզ համար հատկապես խորհրդանշական է այժմ, երբ որ այս մութ ժամանակներում մենք հնարավորություն ենք ունենում հիշելու լույսի մասին, հիշելու գլխավորի մասին, որ անգամ մութ ժամանակներում միևնույն է առկա Աստծո ողորմածության լույսը, որ անգամ մութ ժամանակներում միևնույնը մնում է փրկության ճանապարհը, եւ ինչպես ասում էին քրիստոնյա սրբերը դարեր շարունակ, որ Աստված դարձավ մարդ, որպեսզի մարդ ի վերջո դառնա Աստված։ Մեզ համար այս սուրբ տոնը եւ այս ամբողջ ընկալումն էլ ավելի կարեւոր է այժմ, երբ որ մենք առերեսվեցինք ծանրագույն չարիքի, որում մեր իսկ իշխանությունները ոչ միայն հանձնեցին մեր սուրբ հողերը, ոչ միայն պատճառ դարձան բռնի տեղահանման 150,000 արցախցիների, ոչ միայն պատճառ դարձան մոտ 5,000 զոհերի, ոչ միայն բացարձակ մոռացել են մեր գերիների մասին, այլև համարձակվում են ամենամեծ չարիքի, հարձակվում են Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու վրա եւ փորձում են քարկոծել եւ ի վերջո քանդել Սուրբ քրիստոնեական արժեքները։ Այս չարիքը սարսափելի է, սակայն նորից մենք ընկալում ենք, որ լույսը միևնույն է առկա է, որ մարդ կարող է հրաժարվել լույսից ոչ այլ կերպ, քան միայն սեփական կամքով։ Եվ եթե չենք հրաժարվում լույսից, ապա միևնույն է մնում ենք հավատով զինված։ Սակայն այժմ մենք հասկանում ենք նաև, որ միայն փրկության մասին չէ, որ մենք պետք է մտածենք, այլ պայքարի, չարիքի դեմ։ Եվ օգնությանը մեզ մշտապես գալիս են ուսուցիչներ, տարբեր ժամանակներում հանդես եկող եւ փոխանցող ուսմունքներ, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ ուղերձ մենք ունենք այսօր։ Մենք ունենք անգերազանցելի Սուրբ Պողոս առաքյալի ուղերձը։ Ինչպես գրվածել է, չկա արդար եւ ոչ մեկը, ողջամիտ մեկը չկա, որ Աստծուն փնտրի։ Բոլորը շեղվել են ճամփից, միասին անպիտան դարձել, բարություն անող չկա, մեկն անգամ չկա։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուներով նենգագործում են եւ թույն է նրանց շրթունքներում, նրանց բերանը լի է չարախոսությամբ եւ դառնությամբ։ Թուղթ առ Հռոմեացիս գլուխ 3։ Ինչքան աննկարագրելի նման են այս խոսքերը մեր իշխանությունների նկարագրման։ Եվ հիրավի սարսափելի է այս ամբողջը, որովհետև անպատկերացնելի է, որ հենց մեր ազգում, որ առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, անհնար էր անգամ պատկերացնել, որ մեր իսկ ազգում նման մարդիկ կհայտնվեն եւ նման իշխանությունները կկարողանան մնալ իշխանության։ Սակայն այժմ ամենակարևորը նորից հիշել պայքարի անհրաժեշտության մասին։ Եվ մտածելով, թե ինչպես պայքարենք, մենք պետք է ընկալենք ամենակարևորը։ Այո, մենք պետք է մնանք հավատարիմ բարությանը եւ կարեկցանքի։ Եվ մենք գնում ենք հոգեվոր զարգացման ուղով, մաքրվելով չարիքից եւ ներսից եւ արտաքինից, հիշելով անընդմեջ անցողիկության եւ ունայնության մասին, բայց նաեւ ամեն քայլափոխին ձգտելով զարգացմանը, նաեւ պետք է կարողանանք կամ գոնե փորձենք ամեն քայլափոխին հանել ամբողջ թույները եւ չարիքը, որպեսզի մյուսները չթունավորվեն չարիքով եւս։ Եվ արդ մենք ունենք Պողոս առաքյալի շարունակությունը ուղերձի, որում նա բացատրում է եւ ցույց է տալիս մեզ ճանապարհը, ոչ միայն փրկության, այլ նաեւ պայքարի։ Վերջապես եղբայրք, ամրապնդվեք Տիրոջով եւ իր զորության ուժով, եւ Աստծո սպառազինությամբ պարուրվեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի դավադրություններին։
վասն մեր պայքարը ընդդեմ մարմնի ու արյան չէ, այլ ընդդեմ իշխանությունների, ընդդեմ այս դարաշրջանի խավարի աշխարհակալների եւ չար ոգիների։ Ուստի ստանձնեք Աստծո սպառազինությունը, որ չար օրում դեմ կանգնեք չարին, եւ արդ կանգնեք ճշմարտությամբ գոտեպնդված, ճշմարտացիության զրահը հագած, իսկ ամենից շատ հավատի վահանն առեք եւ փրկության սաղավարտը եւ հոգեվոր թուրը, որն էլ Աստծո խոսքն է։ Թուղթ առ Եփեսացիներին։ Ահա սա է մեր ճանապարհը, եւ արդ դիմում եմ բոլորին։ Առաջին հերթին պետք է ընկալել, որ մեր պայքարը այժմ անհրաժեշտ է, եւ այլ ձև մենք այլևս իրավունք չունենք։ Եվ երկրորդը, մենք իրավունք չունենք ամբողջ պատասխանատվությունը թողնելու միմիայն հայրաքելական եկեղեցու հոգևորականների եւ վեհափառ հայրապետի վրա, որովհետեւ եկեղեցին ոչ միայն հոգևորականներն են, ոչ միայն բուն սուրբ շենքերն են, սուրբ կառույցները, որ բոլոր լեռներով, դաշտերով սփռված են ամբողջ Հայաստանով, նաև պատմական Հայաստանով, եկեղեցին նաև յուրաքանչյուր հավատացյալն է։ Եվ դրա համար հենց այս ուղերձին համապատասխան հավատով զինվենք եւ պայքարենք։ Ու նաև ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր որ խաբված կամ տգիտությամբ տոգորված ծառայում են չարության սատարող, չարությանը երկրպագող Նիկոլի։ Ձեր բոլոր դեմքերը հիշվելու են, ձեր բոլորի անունները հիշվելու են եւս, սթափվեք եւ հրաժարվեք չարիքին ծառայելուց։ Իսկ արդ մենք մնում ենք հավատարիմ չարիքի դեմ մեր պայքարի եւ յուրաքանչյուր քայլափոխին առաջնորդվում ենք հավատով, լույսին ծառայելով, որպեսզի լույսը երբեք չմարի։